Թորոս, ես իմ ալեմետի բաց թողել։ Որ չուշանայիր, դու էլ կտեսնեիր Ֆարադեին։ Ասում ես ոտապոպիկիր, գունավոր նոսկիներով։ Տեսնելու բաներ, կինո։ Ես կմեռնեմ։ Սիմոնյան, էդ դու ես։ Ես մեռա։ Տիկին Լիդիա, լավ կանենք, մենք լքենք դասարանը, քանի որ մենք եթե մնանք այստեղ, խանգարենք Տիկին Արևշացյանի դասը։ Ճիշտ եք Ֆարադեի, շատ շնորհակալ կլինեմ, որ հիմա ինձ մենակ թողնեք իմ դասարանի աշակերտների հետ։ Իհարկե գնանք մենք, խնդրեմ։ Հանգիստ, ոչ միտեղ չենք գնում։ Ես ուզում եմ իմ հարցերի պատասխանները ստանալ։ Տիկին Լիդիա, այս պահին դուք խանգարում եք դասապրոցեսը։ Իսկ ձեր դասարանը խաթարում է ամբողջ դպրոցի գործունեությունը։ Ու ես որպես փոխտնօրեն իրավունք ունեմ գտնել մեղավորին եւ պատժել։ Տիկին Մակարյան, ես իհարկե հասկանում եմ ձեր մղումը, բայց պետք է խնդրեմ այս պահին լքեք դասարանը։ Լավ, դուք հիմա դաս արեք, բայց հանկարծ ձեր մտքով չանցնի, որ այս անգամ պլստացիք։ Գնաց լանջունու մոտ։ Ֆարադեի։ Ես գնում եմ։ Մի բան հագիր։ Փորձ։ Արդեն ասացի, որ ձեր բանկից եմ ձեզ զանգում։ Հա, իմացա աղջիկ ջան, բայց ես բանկի հետ ոնց որ տեղ խնդիր չունեմ։ Չէ, իհարկե դուք ոչ մի խնդիր չունեք։ Ընդհակառակը, մեր բանկը ձեզ հրաշալի առաջարկ ունի։ Առաջարկ։ Ինչ առաջարկ։ Ձեզ արտոնյալ պայմաններով վարկ ենք առաջարկում։ Վարկ։ Ինչի համար։ Տիկին, այդ արդեն դուք կորոշեք։ Մեր բանկը երբեմն նման հրաշալի առաջարկներ է պատրաստում լավագույն հաճախորդների համար։ Դու ինչ խոսքի, ես իհարկե շնորհակալ եմ, որ ես եմ ընտրվել, բայց ես վարկ վերցնեմ, ինչ անեմ։ Դուք կարող եք այս պահին ձևակերպել վարկը, իսկ կօգտագործեք, երբ դրա կարիքը կունենաք։ Իսկ ինչա պետք անել դրա համար։ Առանձնապես ոչ մի բան։ Հիմա դուք ինձ ասեք ձեր քարտի վրայի թվերը, կհամեմատենք մեր մոտ եղածի հետ։ Իսկ դուք իմ քարտի վրայի թվերը չունեք։ Ունենք, համոզված լինելու համար անվտանգությունից ելնելով պետք է ստուգենք։ Դե անվտանգությունը կարևոր բան է։ Մենակ այդքան է։ Ոչ տիկին, քարտի վրա եւս 3 թիվ կա, դրանք էլ կասեք։ Մի խոսքով հիմա հերթով կասեմ ինչ ենք անելու։ Հա, լավ, հիմա քարտս կբերեմ ու կանենք նենց ոնց ասում եք։ Հա։ Իդա ինչ ես անում։ Տիկին, դուք ինձ լսում եք։ Այո։ Հիմա քարտի թվերը կասեմ կհամեմատենք։ Հուսով եմ ձեր գաղտնաբառն եք հիշում։ Հա, իհարկե, բա ոնց։ 2, 3, 4, 5։ Շատ լավ, հրաշալի է։ Հա։ Եղավ։ Եվ մտածել եք, թե այս անգամ ոնց եք դուրս գալու այս պատմության տակից։ Որքան կարելի է այդ մարդուն նման անհարմար վիճակի մեջ դնել։ Տիկին Արևշացյան, բայց իզուր մեզ չեք հավատում, մենք իրոք այս անգամ կապ չունենք ոչ մի բանի հետ։ Արդեն որերորդ անգամն եմ նույն բանը լսում։ Սա էլ նոր մարտավարություն է։ Առաջ գոնե ավելի ազնիվ էիք։
Տիկին Արևշատյան, մենք միշտ էլ մեր արածների պատասխանը տվել ենք, բայց այս վերջի երկու դեպքի հետ անկեղծ մենք կապ չունենք։ Տիգրան, այդպես չի լինում։ Եթե կան փաստեր, ուրեմն կան նաև մեղավոր։ Դե հա, կա, բայց մենք չենք։ Լավ։ Պարզ է։ Որոշել եք մինչև վերջ չընդունել ձեր արածը։ Բայց ցեզ զգուշացնեմ, որ ոչ տիկին Լանջունի, ոչ էլ տիկին Մակարյանը ձեր այս դիրքորոշումը չեն ընդունելու։ Ես կարող եմ ամեն ինչ ինձ վրա վերցնել։ Միքայել, պետք չի, որ դու մեղքը վերցնես քո վրա, կամ որևէ ուրիշ մեկը։ Էականն այն է, որ մեղավորը գիտակցի իր սխալը եւ խոստովանի։ Եվ ինքն էլ ողջ պատասխանատվությունը կրի։ Դե որ ասում ենք մենք չեք հավատում, էլի չեք պահանջում մեզանից։ Ազնվություն։ Տիկին Արևշատյան, Միշո ճիշտ ասում։ Մենք կարող ենք այդ ամեն ինչը մեր վրա վերցնենք։ Դավիթ չլսեցի տիկին Արևշատյանը ինչ ասեց։ Խնդիրը անողնա, ոչ թե դրա համար ինչ որ մեկին պատժելը։ Հա, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ տիկին Մակարյանն էլ, տիկին Լանջունին էլ մինչև մեղավորին չպահաճեն չեն հանգստանա։ Ուրեմն կանենք այսպես։ Մեղավորը կգա եւ կխոսի ինձ հետ առանձին։ Եվ այդ խոսակցության մասին կիմանանք միայն ես եւ նա։ Եվ խնդրում եմ ձեզ։ Ազնիվ եղեք ոչ թե ինձ համար, այլ ձեր ընկերների, ովքեր ձեր փոխարեն կրելու են ողջ պատասխանատվությունը։ Ախր տիկին Լանջունի ջան, չեք թողում բացատրեմ իմ մոտիվացիան, ասենք մի տոր անգամ չեք թողում խոսամ։ Բացատրելու բան չկա, ամեն ինչ արդեն պարզ է։ Ոայ, դու գիտեք, որ ես իմ հայրենիքի կարոտից, իմ դպրոցի, իմ ուսուցչական կոլեկտիվի ընկեր, նույնիսկ ես, այո, ես ձեզ եմ կարոտել, ես ձեզ կարոտեմ կամ հաստեմ այստեղ, որ ձեզի մոտիկ լինեմ, ինչ եմ արել։ Ասում ես ընկերներիդ, հա, ընկերներիդ ես կարոտել։ Թորոս ասա խնդրեմ, դու էլ ես այս աֆերիստի հետ աշխատում։ Ոայ, ես աֆերիստ, ասենք ես եթե ստղա եմ, հա։ Լռիր, ես քեզ հետ չեմ խոսում։ Թորոս պատասխանիր ինձ, ինչպես էիք իրար հետ բուֆետում զրուցում։ Այ տիկին Լանջունի ջան, Թորոսը ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չի, լուրջ եմ ասում։ Լռիր ասացի։ Լանջունի ջան, այդ ինչ ես ասում։ Բա որ ես իմանայի, չէի ասի քեզ։ Ես էլ քեզ նման 2 րոպե առաջ եմ իմացել։ Լավ, քեզ հետ ես հետո կխոսեմ։ Իսկ դու աչքիս չերևաս։ Ոայ գոնե թողեք մի բառ խոսամ էլի։ Տիկին Լանջունի ուր եք։ Ամբողջ դպրոցով ընկած ձեզ եմ ման գալիս, ոչ Դուխիկը գիտի ուր եք, ոչ Միրզոյանը, ոչ էլ Զանգերին եք պատասխանում, ուր եք անհետացել։ Ախ Լիդիա, քեզ պատկերացնի թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ես նվաղում եմ։ Քանի անգամ գնացի են աշխարհ, նորից հետ եկա, գնացի, հետ եկա։ Նորից նվաղում եմ։ Դեռ կհասցնեք նվաղել, դուք չեք պատկերացնում ինչա կատարվում այս դպրոցում։ Այ դու չես պատկերացնի թե ինչ օին է խաղացել այս աֆերիստը մեր գլխին։ Բարեղամյանը։ Ես անմեղ սունակո։ Տիկին Լանջունի մա դրա ժամանակը չի, դուք գիտեք 11-ի այում ինչա կատարվում։ Լիդիա, նա Բարեղամյանը չի, նա Սիմոնյանն է։ Երևի մտածում ես երեկվա կատարվածից հետո պետք է ներողություն խնդրեմ, բայց իզուր հույսեր մի փայփայ։ Հայդեպ։ Երեկվա եղածը շատ քիչ էր քո համար։ Ուղղակի բանը շուտ եկավ։ Թե չէ ես պատրաստվում էի բոլոր հարևանների դռները ծեծեմ ու ասեմ իրականում դու ով ես, որ քեզնից հեռու մնան։ Հայդեպ։ Մամատ ոնց է։ Եթե լավ չի, այսօր գամ տեսի թե։ Անուշ, ես իրականում չարացած չեմ քո հանդեպ։ Չէ, լուրջ եմ ասում։ Ես ուղղակի խղճում եմ քեզ։ Խղճում եմ, որովհետև Վանի հետ հույսեր ես կապել։ Հույսեր, որոնք որ օդ են դառնալու շուտով։ Էլեն դու անհապաղ հոգեբույժին դիմելու կարիք ունես։
Քո այս ոչ adekvat վիճակը դրա մասին է վկայում։ Վերջ։ Այդքանը։ Էլ բան չունես ինձ ասելու։ Ինչի հետ չես կռվում, հա? Ինչի չես նախատում երեկվա արածի համար։ Որովհետև ես քեզ լուրջ չեմ վերաբերվում։ Նույնիսկ այդպես։ Նույնիսկ։ Իսկ ես այն մարդկանց, ում լուրջ չեմ վերաբերում, նրանց հետ առավել եւս լուրջ հարցեր չեմ քննարկում։ Իրականում հասկանում եմ, ինչու ես չարացած իմ հանդեպ, որն է պատճառը։ Եվ նույնիսկ խղճում եմ։ Դու ինձ խղճում ես։ Քո այս մեղմ ասած ոչ adekvat պահվածքի պատճառը պարզ է, որ քո թերարժեքության բարդույթն է։ Եվ այն, որ չես կարողանում հաշտվել քո իրականության հետ։ Եվ արդյունքն էլ այն է, ինչ տեսնում ենք։ Երևի ամբողջ գիշեր չես քնե, մտածել ես, երբ որ ինձ տեսնես, ինչ ես ասելու, հա։ Չէ, իրականում շատ լավ եմ քնել։ Ոչինչ, այսօր չես քնի։ Սա բանի տան բանալին է, որ տեսնես փոխանցին։ Առավոտը մինչև արթնացա տեսա, որ չկա։ Իսկ ես գնամ, որովհետև ի տարբերություն քեզ, գիշերը չեմ քնել։ Վանը չի թողել, որ քնեմ։ Տեսար, ինչ ժամանակ են եղավ ես բանկի զանգը, ուրեմն քո գործը հաստատ ստացվելու է, այդ գումարը կվերցնենք ու կդնեմ քո բիզնեսի մեջ։ Չէ, Իդա, մեկա չեմ ուզում, որ այդ վարկը վերցնես, ես մի տեսակ այդ վարկային բաներ ինչ եմ հավատում։ Ինչու ինչ ա եղել, ինչից ես վախենում։ Դե չգիտեմ, այդ վարկ, վարկային գիծ, վարկային պատմություն, ես չեմ սիրում այդպես բաներ։ Նախշուն դու ապառիկը ոչ մի բան չես վերցրել։ Վերցրել եմ Իդա ջան, վերցրել եմ ու հեչ չեմ սիրում։ Մեկ որ վարկ ես վերցնում կամ ապառիկ, էլ գլուխդ հանգիստ բարձին չես դնում։ Հանգստացի, հա։ Եթե այդ վարկը ստացվի, գումարը կվերցնեմ, կդնեմ քո բիզնեսի մեջ, որ ամեն ինչ առնենք, ինչ որ քեզ պետք է, որ տեսակամի ապահովես։ Իդա ջան, ես համաձայն չեմ։ Փող կլինի կամաց կսկսեմ, չեմ ուզում հիմա ես տենց բաներ։ Իսկ ես ով է հարցնում։ Ճիշտն ասած, ես հավաքած գումար ունեի, ուզում էի դնեի քո բիզնեսի մեջ, բայց հարևանուհիս խնդրեց պարկով փող տամ, չկարողացա մերժել։ Իդա ջան, հարևանուհիդ այդ փողը հենց հետ տա, այդ ժամանակ էլ կտաս այդ գումարը, գործի մեջ կտնեմ, կամաց կփակեմ։ Ես ուզում եմ, որ դու ինչքան հնարավոր է շուտ սկսես այդ գործով գումար վաստակել։ Հետո էլ մեկնեց մի մեծ գումարներ չենք վերցնելու։ Ինչու փոքրիկ գումար կվերցնենք, հետո արագ կփակվենք։ Մեկա Իդա, ուզում եմ, որ բանկը չհաստատի, չեմ ուզում։ Բայց դու իմացի, եթե հաստատեցին, քո գաղափարը հրաշալի աշխատելու է։ Չէ, մեկա, թող չհաստատեն։ Ստեղ են ասում էլի չոզողը տնից է լինում։ Նանջան, որ ստեղ նստեմ չեմ խանգարի։ Չէ, Տիգրան ջան, նստի։ Էդ ինչ էիր գրում, որ հենց ինձ տեսար մի անգամից փակեցիր։ Լավ, չես ուզում մի ասա։ Ուղղակի ինձ արագ փակեցիր, հետաքրքրեց։ Ստեղծագործում էի։ Լուրջ։ Բանաստեղծություններ էիր գրում։ Դե համել բանաստեղծություններ եմ գրում։ Իսկ ինչի մասին ես գրում։ Ամեն ինչի։ Նենց կուզենամ, որ տենց մի օր գա, որ իմ համար քո գրած բանաստեղծությունները կարդաս կամ ասում քեզ։ Դե ով գիտի, գուցե եւ կա տենց մի օր։ Իզուր չէ էլի, որ ամենասկզբից էլ տենց քո մեջ արվեստոտ բաներ եմ նկատել։ Ու ինչից էի նկատել։ Օրինակ, որ ամեն անգամ Հայաստանի մասին էիր խոսում, ես մի անգամից Համոսյանին էի հիշում։
Իդեպ շատ եմ սիրում իրան։ Ինձ թվում է դրա համար էլ մեր մտերմությունը տենց արագ ստացվեց։ Իսկ ես Չարենցին եմ սիրում, Տերյանին, բայց դու ինձ իրենցից ոչ մեկին չես հիշեցրել։ Բայց թույլ եմ տվել քեզ, որ շատ արագ ինձ հետ մտերմանաս։ Ես կզարմանայի, որ դու իրենցից մեկի հետ ինձ նմանացնեիր, որովհետև սովորաբար ես բոլորի մոտ Բենջամին Ֆրանկլինի հետ եմ ասոցացվում։ Այ օրինակ մեր դասարանի չոփը ինձ հենց տեսնում է, միանգամից $100 է պատկերացնում։ Չոփիկի համար այդ նորմալ է, բայց ինձ դուր չի գալիս, որ դու քո մասին տենց ես մտածում։ Ինչի՞։ Որովհետև գուցե չհասկանալով, բայց խոստովանեցիր, որ քո կարգավիճակից բացի ուրիշ արժանինքներ չունես։ Դրա համար էլ մենակ փողի հետ ես ասոցացվում։ Նար, այդ ամեն ինչը կատակ էր։ Մենք ինչ ունենք այդ պապիկի ու պապայի շնորհիվ է։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ գոնե իրանց ունեցածի ստեղծածի կեսի չափ ունենամ, այդ ժամանակ նոր գլուխ կգովամ, թե չէ ես մի քոր կոպեկ չեմ ստեղծել։ Ինչ ես տեսնում։ Չգիտեմ, երևի ուրախ եմ, որ եկա Հայաստան ու ճանաչեցի քեզ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ եկար Հայաստան ու ճանաչեցիր ինձ։ Համել համեստ ես։ Գիտես։ Թորոս, ինչ ես սենց մի տեսակ, կարող է ընկերոջդ համար ես անհանգստանալ։ Լիդիան ու Լանջունին այն օրը գցեցին Սիմոնյանին ու նենց վիճակում տարան իր աշխատասենյակ Լանջունում, ոնց որ կառապնան տանեին այդ խեղճին։ Դոսուս, շոկի մեջ եմ, բան ջան։ Էլ ինչ։ Ոնց է։ Այսքան ժամանակը հետս աշխատում է դպրոցում ու ես հեչ գլխի չեմ ընկել, որ Սիմոնյանն է, ոչ թե այն բարեղամյանը։ Հա դե դու միամիտ մարդ ես, որտեղից մի գլխի ընկնեիր։ Հա բա, հենա դու էլ իր հետ աշխատում։ Հեչ մտքովդ կանցներ, որ դա Սիմոնյանն է։ Հենց առաջին հանդիպան ժամանակ միանգամից հասկացել էի, որ ինքն է։ Ուղղակի հարմար առիթ չէր լինում քեզ էլ դրա մասին ասելու։ Դու էլ ես իմացել։ Հա բա, ես էլ հոգոնման միամիտ չեմ, որ 1000 տարվա ընկերոջս բեղ մորուքով տեսնեմ չճանաչեմ։ Մասնագիտական ունակություններս էլ չհաշված։ Էդ ինչ ես ակնարկում։ Վայ, բա եղավ Թորոս ջան, ինչ ակնարկել։ Պարզ ուղիղ տեքստով քեզ ասում եմ, քո փոխարեն ես չէի թողի ընկերս տենց հիմարություն անում։ Լավ, արի քեզ ճիշտը ասեմ։ Մի երկու օր հետո ես էլ անմիջապես գլխի ընկա, որ ինքն է, ու իրան ասի, վերջ տուր ես թատրոնին։ Լավ չի վերջանալու ես պատմությունը, ասել եմ, ջղայնացրել եմ, չի լսում։ Տես ինչու հայասանք։ Վան ջան, խնդրում եմ քեզ, դու Լանջունու մոտ անուն ունեցող, խարգանք ունեցող մարդ ես էլի, այնպես արա, որ Լանջունի չիմանա էլի, որ ես էլ եմ իմացել։ Այ, Թորոս։ Թե ասա քեզ պետք էր այ ախմախ, ինչի համար արեցիր սա, բա որ հիմա Լանջունին ջղայնանա ու ոստիկանություն հայտնի, ինչ ենք անելու։ Ինչ կլինի, խնդրում եմ։ Խոսա, որ շատ չնեղեն էլի, դե մարդամի սխալը արել այմի։ Դե սխալը արել է, սխալի համար պիտի պատասխան տա։ Մեծ տղա է, չէ՞, որ երեխա չի, որ ասենք չի հասկացել ինչ անում։ Էդ էլ եմ հասկանում, բայց դե չեմ ուզում նեղեն էլի, մեղքը։ Լսի, ես մտածում եմ, որ Դավիթը կհասկանա իր սխալը, ու այսօր անպայման մի քայլ կանի, որ խաթրը դառնի։ Ինչ ես խոսում, Ռեբեկա, Դավոն հաստատ քայլ չի անի։ Տվեցինք, եկավ։ Դավոնը։ Մեր կողմականից։ Ինձ ումագային մենակ թող Ռեբեկա։
Մի վարքյան, բայց քեզ ով ասեց, որ ես ուզում եմ քո հետ մենակ մնամ։ Ռեբեկա ոչ մի տեղ չգնաս։ Քեզ եմ սպասում, Ռեբեկա։ Լավ, Մակ, դասանում քեզ կսպասեմ։ Այս ամեն ինչ քեզ դուր է գալի մագա։ Հա, հələ մի բան էլ ես ամեն ինչի մեղավորը ես եմ։ Այսինքն դու քո մեղքը չես ընդունում, հա։ Բայց ես ինչ եմ արել, որ մի հատ էլ իմ մեղքը ընդունեմ։ Ես ուղղակի իմ կարծիքն եմ արտահայտել։ Հա, ես դեմ չեմ, որ դու պետք է աստեղը քո կարծիքը արտահայտես։ Բայց ես թույլ չեմ տա, որ իմ հալալ ընկերոջ մասին այդ ձև խոսաս։ Հա, էլի եկել ես, որ Միշոյի պատճառով հետս վիճես։ Վիճել ինչ եմ եկել, խոսալու եմ եկել։ Այն ընկերոյի տուն պատճառով դու Միշոյին ատում ես, մոռացել է քո մասին, ոչ գրում է, ոչ զանգում է։ Ու գիտես ինչ, Արյանան դաժե մոռացել է Միշոյի գոյության մասին։ Իսկ դու լա անիմաստ պայքարներ ես մղում։ Ինչի՞ չես խոսում, ինչի՞ չես հակաճառում։ Որտեղ գիտես չէ, որ ճիշտ եմ ասում։ Ինչ ես ուզում ինձանից լսես։ Ուզում եմ, որ մեր հարաբերությունները կարգավորվեն, մագա։ Ու մեր սենց թեմաները էլ հանկարծ չլինեն։ Ես քեզ սիրում եմ, մագա։ Ու ուզում եմ, որ մեր մեջ ամեն ինչ լավ լինի։ Եթե դու էլ ես ուզում, վերանայի քո վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իմ համար թանկ են ու հարազատ։ Ոնց կարելի քեզ երկու անգամ կորցնեի ոնց։ Մի անգամ հիմարի պես քո գոյության մասին չիմանալով կորցրի։ Մյուս անգամ էլ իմ ստոր ու ագահ լինելու պատճառով։ Իմ մարի, ինչ անեմ, ինչ անեմ, որ դու մի օր ինձ հայրիկ ասես, ընդունես։ Ինչ անեմ։ Իմ հրաշք աղջիկ։ Միշտ չփորձես այս պատմությունը քո վրա վերցնել։ Արս դու գիտես, որ ես չեմ կարա թույլ տամ, որ անիմաստ Տիկին Արաշացյանին նեղացնեն։ Ուզում է Լանջունի լինի, ուզում է Լիդիան լինի։ Մաման իրանց հարցերը կլուծի, մի խառնվի դու։ Հա ես գիտեմ, որ ինքը ամեն ինչ էլ կարա լուծի, բայց ես չեմ կարա ձեռքերս ծալած նստեմ։ Չի վրա ես ծիծաղում։ Դե, որ նորը ինքեկի ամեն ինչ անում էր, որ մամային նեղացներ, իսկ հիմա պաշտպանում ես։ Ինչ հիշելու բան ես գտեմ, Արի ջան, կարող է ես եկով վերաբերել մի երկու բան հիշեմ։ Օրինակ ինչ։ Օրինակ այն, որ հիշում ես սկզբից ինչ օծի պես էիր քեզ բամին հանդեպ։ Բայց ես ինչ էի անում, ես փորձում էի արդար լինեի, իսկ այ դու։ Ես ինչ։ Դու ամեն կերպ փորձում էիր ինձ ու մամային նեղացնել։ Լավ, ինչ ճիշտն է, ճիշտն է։ Մամայիդ բավ չեմ կարա ոչ մի բան հերքեմ։ Մեծ այ քեզ։ Քեզ առաջին հայացքից եմ սիրել։ Ես չեմ հասկանում, այսքանից հետո ինչ երեսով ես կանգնել ու ներողություն խնդրում ինձանից։ Տիկին Լանջունի ջան, ես այդ ամեն ինչը արել եմ զուտ այն նպատակով, որ կարողանամ նորից աշխատեմ ձեզ հետ, այս հիասքանչ կոլեկտիվի հետ, այդ դրա համար եմ արել։ Ես նվաղում եմ, Լիդիա։ Այս մարդուն ասա, թող դուրս գնա իմ աշխատասենյակից։ Ես այստեղից չեմ գնա, մինչև դուք չասեք, այո, ես ձեզ ներում եմ եւ թույլ եմ տալիս աշխատեք այս դպրոցում։ Կուզեք ես չոք ներողություն խնդրեմ։ Վայ, աղա ջան, ես ինչ ներկայացում ես սարքել։ Ես այլևս անկարող եմ հանդուրժել այս ամենը, Լիդիա, խնդրում եմ։ Բայց միգուցե ներողամիտ գտնվենք, հա։ Իսկ կլինի դու չխառնվես քեզ չվերաբերող գործերին։
Մի շարունակեք աղջիկներ։ Թողեք մտածեմ։ Լանջունի ջան։ Դու էլ լռիր։ Սիմոնյան, քո դպրոց վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Բայց Էլ ոչ մի բայց։ Եթե դու հենց հիմա չօգտվես իմ բարեհոգությունից ու չհեռանաս, ես կդիմեմ ռադիկալ միջոցների։ Կարծում եմ հասկացանք միմյանց։ Այո, հասկացանք։ Ուրեմն հենց հիմա շատ արագ հրաժեշտ ես տալի քո ուսուցչական կյանքին ու հեռանում ես։ Ու մտածիր, թե ինչ անազնիվ բան ես դու արել։ Ես մեծահոգաբար ներում եմ քեզ։ Գնա։ Բայց միգուցե ներեինք, ախր ես մարդը վատ քայլ չի արել, վատ մղումով չի եկել, ընդհակառակը եկել է իր հայրենիք, որ այստեղ շենացնի, ոչ թե օտար երկիրը, հա? Ես քեզ քանի անգամ ասեմ, որ չխառնվես լուրջ հարցերին։ Այստեղ որոշումներ մենք ենք կայացնում։ Գնա ինձ հանգստացնող բերդուխին է։ Խորհուրդ կտամ կրկնակի դոզայով բերես։ Տիկին Լանջունի, կներեք, բայց ես էլ նորություն ունեմ։ Խնդրում եմ։ Լիդիա, մի բան արա։ Ես այլևս անկարող եմ դիմանալ այս ամենին։ Լիդիա, դու իմ մահն ես ուզում։ Վերկացեք գնացինք։ Ուր։ Ոնց ուր։ Տիկին Լանջունի, անպատկառներին պետքա պատժել։ Թե չէ ստացվում է ինչ, այս դպրոցում ով ինչ ուզում անում է ու ինչև վերջ անպատիժ ամնում։ Խմեք գնացինք։ Դու էլ խմի, հերթը քեզ էլ կհասնի։ Գնացինք տիկին Լանջունի։ Ալո։ Բարև ձեզ, Միրաքյան Սերոպի հետ եմ խոսում։ Այո, ես եմ, որը ձեզ։ Ձեզ հաշվապահական ընկերությունից եմ զանգահարում, դուք հայտ եք ներկայացրել աշխատանքի ընդունվելու համար։ Հա, իհարկե, հա, ճիշտ եք ասում։ Եթե դեռ ցանկանում եք աշխատել մեր գրասենյակում, վաղը կարող եք մոտենալ հարցազրույցի համար։ Իհարկե ցանկանում եմ։ Եղավ, շատ բարի, կմոտենամ վաղը։ Ժամը չասեցիք, աղջիկ ջան, ժամը կասեք։ 11-ին գրասենյակում եղեք։ Անպայման կլինեմ, շնորհակալ եմ, աղջիկ ջան, շատ շնորհակալ եմ։ Պարոն Ֆարադեի, ախր մենք իրոք ոչ մի բանի հետ կապ չունենք այդ դեպքի։ Մենք էլ ձեր պես փորձում ենք փնտրել ով կարող է մեղավորը լինի, բայց ընդհանրապես չենք կարող գտնել։ Դուք ուզում եք պատասխանատվությունից խուսափել, դրա համար արդարանում եք։ Ախր տես բան չկա, ընկեր Ֆարադեի։ Մենք պատրաստ ենք մեր արած բոլոր քայլերի համար պատասխան տանք, բայց չարածների համար պատրաստ չենք։ Անձամբ ես, պարոն Ֆարադեի, խոսք եմ տալիս, ձեզ համար կոշիկ կգնեմ, մի զույգի փոխարեն երկու զույգ։ Մենակ թե փրկեք մեզ Լանջունու ու Լիդիայի անարդար դատից։ Հետաքրքիր է, ինչի համար ձեզ փրկեմ, որ գնաք, նստեք, մտածեք, թե ընկեր Ֆարադեի գլխին էլ ինչ եք սարքելու, ես հոգնել եմ ձեր այդ պատմություններից, հասկացաք։
Չէ, ընկեր Ֆարադեյ։ Ուղղակի ուզում ենք ժամանակ շահենք, որ հասկանանք, թե ով է արդեն էսել երկրորդ անգամ մեր գլխին ուզում սարքել։ Համել ճիշտ ասած, որ մեր դասային պատիժ եք, անովը շատ կուրախանա։ Ընկեր Ֆարադեյ, խնդրում եմ էլի, այս անգամ Տիկին Լանջունուն ու Տիկին Մակարյանին ասեք, որ դուք եք միամիտ թափել սոսին ձե ու մոռացել եք դրա մասին, մնացածը մենք ամեն ինչ կանենք։ Պարոն Ֆարադեյ ջան, եթե մեր ասածով անեք, խոստանում եմ, բացի Տիկոյի նվիրած այդ երկու զույգ կոշիկից, երկու ձեռք էլ ամառային նոր հագուստ կստիպենք այդ անողը կանի, ու մենք կգտնենք այդ անողին։ Եթե չանի էլ, խոսք եմ տալիս, էլի ես կառնեմ, պարոն Ֆարադեյ, մենակ թե մեր ասածով արեք։ Ես էլ աղբորս կասեմ, միամից սանդվիչար կուտեք բուֆետում։ Տեսնում եք, պարոն Ֆարադեյ, ես էլ մեր մարզասրահի տնօրինության հետ կխոսեմ, մի ամիս անվճար աբոնեմենտ կտրամադրեն ձեզ։ Ես էլ ընկեր Ֆարադեյ, մեր հողամասից լիքը ձեզ մրգեր կբերեմ, ձեր մայրիկը ձմեռվա համար մուրաբա ու ջեմ կպատրաստի։ Լավ էլի ընկեր Ֆարադեյ։ Հա, առաջարկում եք շատ հետաքրքիր բաներ, բայց ես շատ ազնիվ ուսուցիչ եմ եւ այդպես ազնիվ էլ կմնամ։ Ես կաշառքներ չեմ ընդունում, վերջ։ Ես ուզում եի ասել, որ ես երեխաներից նեղացած չեմ ու ոչ մի բողոք չունեմ։ Ապրեք, պարոն Ֆարադեյ։ Կարքին տղա եք ընկեր Ֆարադեյ։ Այդ երեխեքի մի տարի է մնացել, որ ավարտեն դպրոցը։ Այնպես արեք, որ լավ տպավորություններով հրաժեշտ տան դպրոցին, այդքան բան, այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ախ Կարապետ, ես նվաղում եմ, դու հիմա այնպիսի բաներ ասեցիր, որ ես ամբողջ գիշեր պետք է մտածեմ եւ աչք չփակեմ։ Տիկին Լանջունի, ինձ թվում է, այս գիշեր մենակ դուք չեք, որ աչք չեք փակելու։ Որոշում կայացնողը դու ես Սիմոնյան, ստեղ կապրես թե օտար երկրում, բայց օտար երկրում սենյակում Արարատի նկարը կախելով, հայրենասիրական երգեր երգելով, հայրենիքի մասին կենացներ խմելով, հայրենիքը չեն սիրում։ Հերիքա մտածես Կարո Մարիի հարաբերությունների մասին, հերիքա։ Դա երևի նրանից է, որ անդադ ուզում եմ անցյալը ետ բերել, երբ ամեն ինչ լավ էր, երբ Մարին ինձ վստահում էր։ Բոլորդ էլ աբակա հարսնացուներ էր, մեկը մյուսից սիրուն ու խոչախ, Համա թե ուզող չունեն։ Էլենին հանդիպեցի, խնդրեց տանդ բանալին փոխանցեմ քեզ։ Թողել եմ քո դարակում։ Այնպես ոչ չեմ կարծում երեկոյան հանդիպելը ճիշտ լինի։